Բարի օր ժողովուրդ ջան, օրերը տաքացավ, լավ տաքա արդեն։ Լավ արևա, 15 աստիճան տաքություն է։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես մեր իշխանությունների կողմից այս 8 տարվա մեջ թույլ տված երկու ամենավճռական սխալի մասին եմ ասում։ Ավելի շուտ 3-ն է։ Ամենակարևորը աղքատ ժողովրդին թոշակառուին հաշվի չառնելը։ Չասեք բուժման փող ենք մուծում։ Մարդ կա միջև 100 տարեկան չի էլ հիվանդանում, ուրեմն առանց թոշակ նստելու է, թե ինչ որ մի հիվանդ թոշակառու բուժվում է։ Էդի հետ ամենամեծ սխալը էդ է։ Երկրորդ ամենամեծ սխալը մեր կաթողիկոսի հեռացման ծրագիրը։ Ես այս մասին շատ եմ ասել։ Նա որպես երկրի իշխանություն մի անգամ կարող էր ասի ու լռի, այնտեղ թող ներքինում իրար ուտեն, ինչ ուզում անեն, ինքը պետք է չխառնվի։ Մեր երկրի կաթողիկոսը ոչ թե Հայաստանի մասշտաբով, ոչ թե SNG-ի մասշտաբով, այլ համաշխարհային մասշտաբ ունի։ Նրանք այդ բաները, տերտերները, այս բաները, նրանք ամբողջ աշխարհի բանով նրանք իրար հետ կապված են։ Հասկանում եք։ Նրանք եթե որոշում չկայացնեն, սա էլ Հայաստանում էլ ինքն էլ չի կարա որոշում կայացնի։ Նրանք պետքա որոշում կայացնեն ներքինում իրանց կանոնակարգով, որ դրան հեռացնեն։ Դայ ոչ մի երկրի ղեկավար դեռ իր կաթողիկոսին չի կարողացել հեռացնի։ Այդպես բան չի եղել, չի էլ լինելու։ Երրորդ վճռական սխալը, ամենամեծ սխալներից մեկը մեր էս իշխանության։ Սամվել Կարապետյանին բանտարկելն է։ Ուղղակի անիմաստ մարդուն բանտարկել են, անիմաստ, ես ճիշտ չեմ համարում, հլա ես վախենում եմ սրա վերջը վատ ավարտվի։ Ճիշտ չեմ համարում այդ մարդի բանտարկությունը, սխալա։ Մենք 8 տարի սպասում ենք, որ Քոչարյանին պետք է բանտարկի, Սերժ Սարգսյանին պետք է բանտարկի, Դոդին պետք է բանտարկի, այն Հովիկ Աբրամյան, ձկներ, մկներ նրանց պետք է բանտարկեն։ Ոչ։ Նրանք ազատ կարան ընտրությունների մասնակցեն, նրանք կարան երկրի ղեկավարներ դառնան, նրանք կարան պատգամավորներ դառնան, այս երկիրը թալանողներին։ Իսկ այդ մարդը, որ ոչ մի բանի հետ կապ չունի, այդ մարդուն վեկալ է բանտարկել են։ Դե հիմա ես ասում եմ, մենք եմ դուխով տղեկնենք, որ դուխով այդ Քոչարյանով բանով սաղին սիկտիրարինք, ձեզ իշխանության բերինք։ Հիմի դուք դուխով տղեկեք, Սամվել Կարապետյանին ազատ արձակեք։ Ու մրցակցեք։ Ժողովուրդը ոնց կորոշի ինձ էլ կլինի։ Այդ դուխը երևի չունեք արդեն։ Այդ դուխը չունեք։ Կորցրել եք այդ դուխը։ Հասկանում եք։ Դրա համար էլ այսօր այդ վիճակի մեջ եք։ Սամվել Կարապետյանը ժողովրդին գոնե բացատրեք մի անգամ բացատրեք, ասեք, այ այս բանի համար Սամվել Կարապետյանին բանտարկել ենք։ Թող ժողովուրդը իմանա, այս ժողովուրդը թող իմանա, էլի, մի հատ իմանա։ Հետո վերջ տվեք։ Հայաստանի հայ եմ, Ռուսաստանի հայ եմ, այնտեղ եսիմ որտեղի հայ եմ, վերջ տվեք, հայը մնում է հայ, որտեղ էլ լինի։ Որտեղ էլ լինի, հայը մնում է հայ։ Այդ է, այս իշխանության սխալները էդ է։ Այսքան տարի սպասում ենք,
Այսօր են Կոնջորյանը խոսում է դաշնակներին ասում է, ինչի՞ չեք ասում, որ Քոչարյանը 200 միլիոն պետությանը պարտքա չի տալի։ Արա դու էլ ինչ իշխանություն ես, որը տես բան ես ասում, բայց մենք քեզ իշխանության ենք բերել, որ Քոչարյանին բանտարկես, մի հատ էլ ասում ես 200 միլիոն դատախազությունը, արդեն 2 տարի 8 ամիս է պահանջում է, բա գնա վեր կալ, դաշնակն է գնալու նրանից վերցնի։ Դաշնակն է Կոնջորյան գնալու Քոչարյանից 200 միլիոնը բերի տա քեզ, որ պարգևավատար բաժանեք իրար մեջ։ Դաշնակին ես ասում, հասկանում եք ինչ եք անում։ Երեխեք եք հավաքվել եք դե իրար գլխի մարդ բան չի հասկանում արդեն ինչ եք ասում։ Արդեն լրիվ բոլորս ես շեղվել ենք։ Ձեր այդ անկապ խոսալուց։ Ոչ մեկի 8 տարում ոչ դատեցիք ոչ բան։ Մեկը մի 2000-3000 դրամ միտեղից գողանաչև ռաս բռնում եք գլխին տանում։ Ու ինքներդ էլ ասում եք 200 միլիոն պարտքա դե չի տալի։ Բալա հարկադիրը տլատես ինչ անում մի հատ տուգանք չմուծողին, բա հարկադիրի դուղարգի գնա սաղթող վեր կալ արա։ Հալավ է ժողովուրդ ջան, ներվեր չունեմ դավայ։ Այսքան բան, ինչ պետք էր ասեցի, այնքան բան կասելու, որ մեկն ասեմ է։